Նոր կտակարանի ներածություն։ Մատթեոսի ավետարան։ Նոր կտակարանի գրքերը պատահական կարգով չեն դասավորված։ Դրանք բացվում են մի գրքով, որը նախատեսված է անցում ապահովելու համար։ Անցում հին ուխտից դեպի նորը, խոստումից դեպի կատարումը։ Այդ գիրքը Մատթեոսի ավետարանն է։ Մատթեոսը գրում է այն ընթերցողի համար, ով գիտի սուրբ գրությունները, սպասում է Մեսիային եւ հարց է տալիս. արդյոք Հիսուսն ազովրեցին է խոստացված Քրիստոսը։ Այդ պատճառով Մատթեոսի ավետարանը սկսվում է ոչ թե հրաշքով, այլ ծննդաբանությամբ, ոչ թե երկնային հայտնությամբ, այլ պատմական ժառանգությամբ, Աբրահամից մինչև Դավիթ եւ Դավթից մինչև Քրիստոս։ Այս ավետարանը ցույց է տալիս, որ Հիսուսի կյանքը դուրս չի գալիս Իսրայելի պատմությունից, այլ դրա ներսում է ծնվում եւ դրա ներսում է ստանում իր իմաստը։ Այս տեսանյութում մենք կդիտարկենք Մատթեոսի ավետարանը ոչ միայն որպես Հիսուս Քրիստոսի կյանքի պատմություն, այլ որպես նոր կտակարանի դարպաս, որի միջով ընթերցողը մտնում է Քրիստոսի հայտնության ամբողջական իրականության մեջ։ Կխոսենք ավետարանի հեղինակի, գրման վայրի, տարեթվի, պատմության, հասցեատերերի, կառուցվածքի եւ մի շարք այլ կարևոր բաների մասին։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոն ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Հեղինակը։ Եկեղեցական ավանդության համաձայն Մատթեոսի ավետարանի հեղինակը Մատթեոս Առաքյալն է, այն նույն անձը, որ ավետարաններում հիշատակվում է նաև Ղևի անունով։ Նրա կերպարը նոր կտակարանի էջերում առանձնանում է ոչ թե արտաքին փառքով, այլ ներքին հակադրությամբ։ Նա այն մարդն է, ում անցյալը դժվարությամբ էր համադրվում այն առաքելության հետ, որին հետագայում կոչվեց։ Մատթեոսը մաքսավոր էր։ Առաջին դարի հրեական հասարակության մեջ մաքսավորի զբաղմունքը համարվում էր ոչ միայն սոցիալապես ստորադաս, այլև բարոյապես դատապարտելի։ Մաքսավորները աշխատում էին հռոմեական իշխանության համար, հավաքում էին հարկերը եւ հաճախ նույնացվում էին կոռուպցիայի, շահագործման եւ օտար իշխանությանը ծառայելու գաղափարի հետ։ Այդ պատճառով նրանք գտնվում էին հասարակական եւ կրոնական կյանքի լուսանցքում, զրկված վստահությունից եւ հարգանքից։ Այս համատեքստում Քրիստոսի կողմից Մատթեոսի կանչը առանձնահատուկ նշանակություն է ստանում։ Ավետարանը վկայում է, որ Հիսուսը անցնելով մաքսատան կողքով տեսավ Մատթեոսին եւ ասաց նրան. «Եկ իմ հետևից»։ Այս կանչը ոչ միայն կենսագրական դրվագ է, այլ խորապես աստվածաբանական ակտ։ Այն ցույց է տալիս Քրիստոսի ծառայության էությունը։ Աստծո արքայությունը կառուցվում է ոչ թե հասարակական արժանապատվության, այլ ապաշխարության եւ կանչի վրա։ Մատթեոսի կերպարը հենց այդ պատճառով է խորհրդանշական։ Նա մարմնավորում է այն իրականությունը, որ ավետարանը ուղղված է ոչ թե միայն արդարներին, այլ նախ եւ առաջ նրանց, ովքեր պատրաստ են փոխվելու։ Նրա անցյալը չի ջնջվում, այլ վերափոխվում է ծառայության միջոցի։ Նախկին մաքսավորը դառնում է վկա, իսկ վկան ավետարանի հեղինակ։ Մատթեոսի մասնագիտական անցյալը եւս որոշակի ազդեցություն է թողել նրա գրական ոճի վրա։ Մաքսավորը գործ ուներ հաշվարկի, փաստաթղթերի եւ համակարգված մտածողության հետ, եւ հենց այդ հատկություններն են նկատելի Մատթեոսի ավետարանում։ Այն առանձնանում է հստակ կառուցվածքով, թեմատիկ ամբողջականությամբ եւ կրկնվող ձևակերպումներով։ Մատթեոսը պարզապես չի պատմում իրադարձությունները, այլ դրանք դասավորում է նպատակ ունենալով բացահայտել Հիսուսի ինքնությունը որպես խոստացված Մեսիայի։ Ավետարանում հեղինակը գրեթե չի կենտրոնանում սեփական անձի վրա։ Ի տարբերություն ժամանակակից կենսագրական գրությունների, Մատթեոսը իրեն հետին պլանում է պահում։ Նա ներկայանում է ոչ որպես գլխավոր կերպար, այլ որպես պատմության սպասավոր։ Նրա նպատակը ինքն իրեն ներկայացնելը չէ, այլ ցույց տալը, թե ով է Հիսուսն ազովրեցին Իսրայելի պատմության մեջ։ Եկեղեցական ավանդության մեջ Մատթեոսը հիշատակվում է որպես առաքյալ, որն իր ծառայությունը իրականացրել է հրեա քրիստոնեական միջավայրում։ Ավանդությունը նրան կապում է այն համայնքների հետ, որոնք խորապես կապված էին հին կտակարանի գրություններին եւ մեսիական սպասումներին։ Այս հանգամանքն է բացատրում, թե ինչու նրա ավետարանը լի է մարգարեական մեջբերումներով եւ հղումներով, ուղղված հին ուխտի խոստումների կատարմանը։ Այսպիսով, Մատթեոսի կերպարը հնարավոր չէ հասկանալ միայն որպես պատմական անհատի։ Նա հանդիսանում է կամուրջ անցյալի կյանքի եւ նոր կոչման միջև, հին ուխտի սպասման եւ նոր ուխտի իրականացման միջև։ Նրա անձնական պատմությունը դառնում է ավետարանի բովանդակության կենթանի արտացոլումը։ Աստված գործում է պատմության մեջ, կանչելով, փոխակերպելով եւ ուղարկելով։
Ավետարանի վավերականությունը։ Մատթեոսի ավետարանը նոր կտակարանի այն գրություններից է, որոնց շուրջ հեղինակության հարցը քննարկվել է թե եկեղեցական ավանդության եւ թե ժամանակակից քննադատական գիտության շրջանակներում։ Սակայն հենց այստեղ է կարևոր տարբերակումը։ Ավետարանը վաղ ձեռագրերում չի կրում ներքին ստորագրություն, ինչպես ընդունված էր որոշ նամակներում, բայց վաղ եկեղեցու մեջ այն մշտապես շրջանառվել է որոշակի կայուն անվան տակ։ Ըստ Մատթեոսի։ Այս հանգամանքը ինքնին մի փոքրիկ, բայց նշանակալի պատմական փաստ է։ Եթե ավետարանների վերնագրերը ուշ լինեին եւ կամայական, ապա մենք պիտի հանդիպենք նաեւ այլընտրանքային վերնագրումների մրցակցային ավանդության։ Այդպիսի մրցակցություն Մատթեոսի ավետարանի դեպքում վաղ շրջանում փաստացի չի երևում, եւ բոլոր այս ավետարանը միաբերան վերագրում են Մատթեոս առաքյալին։ Հին եկեղեցական վկայությունները Մատթեոսի անունը կապում են այս ավետարանի հետ հստակ եւ միատարր կերպով։ Երկրորդ դարի վերջում Իրինեոս Լեոնացին, Արևմուտքի խոշոր աստվածաբանն ու եպիսկոպոսը, վկայում է, որ Մատթեոսը հրյաների մեջ հրատարակեց գրավոր ավետարան նրանց իսկ բարբառով։ Այդ վկայությունը կարևոր է ոչ միայն նրա համար, որ հնչում է համեմատաբար վաղ, այլ նաև այն պատճառով, որ Իրինեոսը ներկայացնում է արդեն տարածված եկեղեցական հիշողությունը որպես ընդունված ավանդություն, ոչ թե որպես անհատական ենթադրություն։ Նույն ավանդությունը պատմականորեն ամրապնդվում է այլ հնագույն շերտում ևս՝ Հովհաննես առաքյալի աշակերտ Պապիաս Հիերոպոլիսեցու վկայությամբ, որը մեզ ասել է եկեղեցու պատմիչ Եվսեբիոս կեսարացու միջոցով։ Պապիասը հիշատակվում է որպես անձ, որը փորձել է հավաքել ավագներից ստացած կենդանի ավանդությունները մոտ լինելով առաքելական շրջանի հիշողությանը։ Նրա խոսքում Մատթեոսը հավաքագրել է Տիրոջ խոսքերի եւ խոսույթների գրավոր տարբերակը հրյաների լեզվով եւ նշվում է, որ դրանք մեկնաբանվել, թարգմանվել են տարբեր ձևերով։ Թեև գիտական քննարկումը շարունակվում է, արդյոք Պապիասը նկատի ունի մեր ձեռքում եղած կանոնական Մատթեոսի ավետարանը թե ավելի վաղ նյութական շերտ, սակայն առանցքայինը այն է, որ արդեն շատ վաղ ժամանակում Մատթեոսի անունը կապված է ավետարանական ավանդության հետ։ Այս վկայություններին միանում է նաև Օրիգենեսի, եկեղեցական մեծ մեկնիչի դիրքորոշումը, որը Եվսեբիոսի մոտ պահպանված ձևով հաստատում է, որ առաջին ավետարանը գրվել է Մատթեոսի կողմից, նրանց համար, ովքեր հավատացել էին հրյաներից։ Այստեղ եւս առանցքային է ոչ թե առաջին բառի շուրջ հնարավոր վեճերը, այլ այն ընդհանուր պատկերացումը, որ Մատթեոսը վաղ եկեղեցու գիտակցության մեջ դիտվում է որպես հրյա քրիստոնեական լսարանին ուղված ավետարանի առաքելական անունը։ Հոգուտ Մատթեոսի հեղինակության են խոսում ոչ միայն պատմական տեղեկությունները, այլ նաև տրամաբանությունը։ Տրամաբանության տեսանկյունից կան մի քանի դիտարկումներ, որոնք սովորաբար ծանրակշիռ են համարվում անգամ քննադատական շրջանակներում։ Նախ, եթե վաղ եկեղեցին ցանկանար հեղինակավոր անուն կցել անանուն տեքստին, ապա առավել հավանական կլիներ ընտրել առավել մեծ եւ հանրահայտ առաքյալներից մեկին, օրինակ Պետրոսին կամ Հակոբոսին։ Մինչդեռ Մատթեոսը 12-ի մեջ առաջնային դիրք չի զբաղեցնում ավետարանների պատմվածքներում։ Ավելին, նրա նախորդ կենսագրությունը որպես մաքսավոր, այս իմաստով Մատթեոսը հարմար ընտրություն չէ բացարձակ հեղինակազարդման համար։ Այդ անսպասելիությունը հաճախ դիտվում է որպես մի փոքր, բայց նշանավոր փաստարկ հոգուտ նրա, որ ավանդությունը կարող է հիմնված լինել իրական հիշողության վրա, այլ ոչ թե զուտ քարոզչական հնարքի։ Գիտական հանրության մեծ մասը նշում է, որ Մատթեոսի ավետարանը տեխնիկապես անանուն է, գրված է բարձրակարգ հունարենով եւ ըստ տարածված տեսակետի հեղինակը օգտվել է Մարկոսի ավետարանից, երբեմն շատ մոտ բառերով։ Սրանք այն գործոններն են, որոնք որոշ հետազոտողների համար դժվարացնում են այն պատկերացումը, թե տեքստը անմիջականորեն կազմվել է հենց Մատթեոս առաքյալի կողմից, որպես ականատես հեղինակի։ Սակայն վերոհիշյալ Պապիաս Հիերոպոլիսեցին գրում է, որ Մարկոսը եղել է Պետրոս առաքյալի թարգմանիչը եւ ճշգրտորեն գրել այն ամենը, ինչ հիշել է Տիրոջ խոսքերից եւ գործերից։ Այս մասին վկայում են նաեւ Իրինեոսը, Օրիգենեսը, Տերտուլիանոսը, Եվսեբիոսը եւ Հերոնիմոսը։ Հետևաբար կարող ենք ասել, որ իրադարձություններին անձամբ ականատես եղած Մատթեոսը օգտվելով Մարկոսի ավետարանից, օգտագործում էր նաև Պետրոս առաքյալի քարոզների նյութը։ Այսինքն, օգտվելով Մարկոսի ավետարանից, Մատթեոսը մեջբերել է մեկ այլ ականատես առաքյալի հուշերից, ով կանչվել էր իրենից առաջ։ Հասցեատերերը, գրման վայրը եւ ժամանակը։ Մատթեոսի ավետարանի ճիշտ ընկալումը սկսվում է մի պարզ, բայց վճռական հարցից. ում համար է գրվել այս գրությունը։ Որովհետև երբ հասցեատերը հստակ է, ավելի լուսավոր են դառնում թե լեզուն, թե թեմաները, թե այն ներքին լարվածությունները, որոնց վրա հենվում է ամբողջ գրական կառուցվածքը։ Մատթեոսը գրում է այնպիսի համայնքի համար, որի հոգևոր լեզուն հին ուխտն է,
Նա ենթադրում է, որ ընթերցողը ճանաչում է Աբրահամի խոստումը, Դավթի ուխտը, մարգարեների սպասումը եւ օրենքի շուրջ ընթացող բանավեճերը։ Այդ պատճառով էլ նրա շարադրանքը լի է Սուրբ գրքի մեջ բերումներով ու հղումներով։ Իսկ Հիսուսի պատմությունը ներկայացնում է իբրև խոստումների կատարման պատմություն։ Ժամանակակից մասնագիտական գրականության մեջ լայնորեն տարածված է այն տեսակետը, որ Մատթեոսը խոսում է հրեա քրիստոնեական կամ հրեա ավանդույթին ամուր կապված քրիստոնեական համայնքի հետ, որը ապրում էր նաև հեթանոսական աշխարհի հարևանությամբ։ Հետևաբար ստիպված էր միաժամանակ պահել իր հրեական ինքնության հիշողությունը եւ բացատրել Քրիստոսի ավետարանը բազմազգ միջավայրում։ Այս երկիությունն է, որ հաճախ բացատրում է ավետարանի տոնայնությունը։ Մի կողմից խիստ հարգանք օրենքի ու մարգարեների նկատմամբ, մյուս կողմից թագավորության համաշխարհային հռչակումն ու բոլոր ազգերին ուղղված եզրափակիչ պատվերը։ Հասցեատերային պատկերի հետ սերտորեն կապված է նաև գրվելու վայրի հարցը։ Բազմաթիվ հետազոտողներ առավել հավանական են համարում Սիրիայի տարածքը, հատկապես Անտիոքը, որովհետև այնտեղ միաժամանակ կային եւ մեծ հրեական ներկայություն եւ վաղ քրիստոնեական կենտրոն, եւ այնպիսի սոցիալական մթնոլորտ, որտեղ բնական էին հրեա քրիստոնեական ու սինագոգյան հարաբերությունների լարումները։ Ժամանակակից հետազոտող Քրեյգ Քիները օրինակ ընդգծում է, որ Մատթեոսի ավանդությունները եւ նրա գրությունը համեմատաբար լավ տեղավորվում են արևելյան միջերկրածովային, միգուցե սիրիական, հրեական միջավայրի շրջանակներում, եւ որ ուշ առաջին դարի հրեա քրիստոնեական հարաբերությունների մասին գիտելիքը կարևոր է ավետարանի հասցեականությունը պատկերացնելու համար։ Մատթեոսի ավետարանի գրման տարեթվի հարցը նոր կտակարանի ուսումնասիրության մեջ ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև խորապես աշխարհայացքային, որովհետև այս հարցի շուրջ հաճախ որոշիչ է դառնում այն նախադրյալը, որով հետազոտողը մոտենում է տեքստին։ Ընդունում է արդյոք իրական մարգարեության հնարավորությունը, թե նախապես կանխակալորեն այն բացառում է։ Եկեղեցական ավանդությունը Մատթեոսի ավետարանը կապում է առաքելական շրջանի կենդանի հիշողության հետ, եւ այն դասում է առաջին դարի առաջին կեսի վերջի կամ առաջին դարի երկրորդ կեսի սկզբի գրությունների շարք է։ Այս ավանդական մոտեցումը Մատթեոսի ավետարանի գրման ժամանակը տեղադրում է Քրիստոսից հետո մոտավորապես 50-ից 60-ական թվականներին, այսինքն Երուսաղեմի տաճարի կործանումից առաջ։ Ավանդական վաղ թվագրությունը պատական ենթադրություն չէ։ Այն հիմնվում է մի շարք պատմական եւ ներքին տեքստային դիտարկումների վրա, որոնք միասին կազմում են տրամաբանական ամբողջություն։ Առաջին եւ ամենակարևոր փաստարկը վերաբերում է Երուսաղեմի տաճարի կործանման ներկայացմանը։ Մատթեոսի ավետարանում Հիսուսը հստակ մարգարեանում է տաճարի կործանումը, ծանր եւ դրամատիկ խոսքերով։ Սակայն այս մարգարեությունը ներկայացվում է որպես ապագա իրադարձություն, ոչ թե որպես արդեն տեղի ունեցած ողբերգական հետադարձ մեկնաբանություն։ Տեքստում բացակայում է այնպիսի լեզու, որը բնականաբար կսպասվեր, եթե հեղինակը գրեր 70 թվականից հետո, երբ տաճարի կործանումը դարձել էր ազգային վերք եւ պատմական փաստ։ Չկան հուշեր, բացատրություններ կամ ցավի ակնարկներ, որոնք բնորոշ են հետադարձ գրություններին։ Սա լուրջ հիմք է այն ենթադրության համար, որ ավետարանը գրվել է մինչ այդ իրադարձությունները։ Երկրորդ կարևոր հանգամանքը վերաբերում է եկեղեցու եւ սինագոգի հարաբերություններին։ Մատթեոսի ավետարանում նկատելի է լարվածություն հրեական առաջնորդների հետ, սակայն այդ լարվածությունը դեռևս չի հասել բացարձակ բաժանման աստիճանի։ Եթե ավետարանը գրված լիներ տաճարի կործանումից հետո, երբ սինագոգային հրեականությունը սկսում էր ձևավորվել որպես ինքնուրույն հակաքրիստոնեական համակարգ, ապա տեքստում ավելի հստակ արտացոլված կլիներ այդ բաժանումը։ Մատթեոսի տեքստը սակայն դեռ խոսում է ներհրեական վեճի լեզվով, ինչը բնորոշ է ավելի վաղ փուլին։ Երրորդ փաստարկը վերաբերում է Մատթեոսի եւ առաքելական սերնդի հարաբերությանը։ Վաղ թվագրությունը լիովին համահունչ է եկեղեցական հայրերի վկայությանը, ըստ որի Մատթեոսը գրել է այն ժամանակ, երբ առաքյալները դեռ կենդանի էին եւ ծառայում էին։ Եթե ընդունենք ուշ թվագրությունը, ապա պետք է ենթադրենք, որ եկեղեցական հիշողությունը համատարած սխալ է պահպանել այս հարցում, ինչի համար բավարար պատմական հիմքեր չկան։ Ժամանակակից քննադատական գիտության մեջ լայնորեն տարածված է նաև ավելի ուշ թվագրման վարկածը, հիմնականում Քրիստոսից հետո 80-ից 90-ական թվականներին։ Այս տեսակետը սովորաբար հիմնվում է 3 հիմնական ենթադրության վրա։ Առաջին, Մատթեոսը օգտվել է Մարկոսի ավետարանից, երկրորդ, Մարկոսը գրվել է մոտ 70 թվականին, եւ երրորդ, Հիսուսի մարգարեությունը տաճարի մասին ենթադրաբար հետադարձ նկարագրություն է։ Սակայն այս տրամաբանությունը խոցելի է հենց իր հիմքում։ Այն նախապես կանխակալորեն ենթադրում է, որ ճշգրիտ մարգարեությունը անհնար է, եւ այդ նախադրյալով հետագայում թվագրում տեքստը։ Սա ոչ թե չեզոք պատմագիտական դիրքորոշում է, այլ աշխարհայացքային սահմանափակում։ Եթե այդ սահմանափակումը հանվում է, ապա մարգարեական խոսքը կարող է դիտարկվել որպես այն, ինչ ինքն է հայտարարում լինել, ապագայի իրական կանխատեսում։ Բացի այդ,
Մարկոսի ավետարանի թվագրությունը ինքնին բացարձակորեն հաստատված չէ որպես 70-ից հետո գրություն։ Կան լուրջ գիտնականներ, որոնք Մարկոսի ավետարանի թվագրությունը եւս դասում են մինչև 70 թվականը, ինչը ավտոմատ կերպով թույլ է տալիս Մատթեոսի ավելի վաղ թվագրություն։ Այսպիսով, ավանդական մինչև 70 թվականը թվագրությունը չի հանդիսանում գիտականորեն անմիտ կամ անպաշտպանելի տեսակետ։ Ընդհակառակը, այն ունի ներքին տեքստային լուրջ հիմնավորում, պատմական համահունչություն եւ եկեղեցական հիշողության շարունակական վկայություն։ Ուշ թվագրության վարկածները հաճախ կախված են ոչ թե տեքստի հարկադրող տվյալներից, այլ նախապես ընդունված փիլիսոփայական ենթադրություններից։ Ավետարանի հիմնական ուղերձը, առանձնահատկությունները եւ կառուցվածքը։ Մատթեոսի ավետարանի ամբողջ բովանդակությունը կարելի է ամփոփել մեկ լիակատար պնդմամբ։ Հիսուսն ազովրեցին Իսրայելի խոստացված Մեսիան է, օրենքի եւ մարգարեների կատարումը եւ Աստծո թագավորության իրական թագավորը։ Սակայն Մատթեոսը չի սահմանափակվում այդ պնդումը պարզապես հռչակելով։ Նա այն ապացուցում է պատմության միջոցով։ Ավետարանը կառուցված է այնպես, որ Հիսուսի յուրաքանչյուր քայլ, խոսք եւ գործ կապվում է հին ուխտի սպասման հետ։ Հիսուսի ծնունդը ներկայացվում է որպես մարգարեության իրականացում, նրա ծառայությունը որպես թագավորության բացում, նրա խաչը ոչ թե պարտություն, այլ թագավորական զոհաբերություն, իսկ հարությունը որպես Աստծո թագավորության վերջնական հաստատում։ Այսպիսով, Մատթեոսի համար Հիսուսը պարզապես ուսուցիչ կամ մարգարե չէ, նա պատմության առանցքն է, այն կետը, որտեղ խոստումը դառնում է իրականություն։ Մատթեոսի ավետարանը նոր կտակարանի մեջ ունի մի շարք յուրահատուկ գծեր, որոնք անմիջականորեն կապված են նրա նպատակին եւ հասցեատերերին։ Ոչ մի այլ ավետարան այդքան հաճախ եւ համակարգված կերպով չի մեջբերում հին կտակարանը, որքան Մատթեոսի ավետարանը։ Ավելի քան 60 ուղիղ կամ անուղղակի հղումները ծառայում են մեկ նպատակին՝ ցույց տալու, որ Հիսուսի կյանքը դուրս չի գալիս Իսրայելի պատմությունից, այլ ծնվում է դրա ներսում, որպիսի կատարվի այն, ինչ ասված էր մարգարեների միջոցով։ Այս կրկնվող ձևակերպումը դառնում է Մատթեոսի գրական ստորագրությունը։ Մատթեոսի ավետարանի առանցքային հասկացությունն է երկնքի արքայությունը։ Սա ոչ թե քաղաքական ծրագիր է, այլ աստվածային իրականություն, որը ներխուժում է մարդկային պատմություն։ Թագավորը հանդես է գալիս խոնարհությամբ, իշխանությունը դրսևորվում է ծառայությամբ, իսկ հաղթանակը հաստատվում է խաչով։ Մատթեոսը միակ ավետարանագիրն է, որը բացահայտ կերպով խոսում է եկեղեցու մասին։ Նրա համար Քրիստոսի գործը չի ավարտվում հարությամբ, այն շարունակվում է համայնքի մեջ, կարգապահությամբ, ուսուցմամբ եւ առաքելությամբ։ Մատթեոսի ավետարանը պատահական շարադրանք չէ։ Այն խստորեն մտածված գրական կառուցվածք ունի, որը ծառայում է նրա աստվածաբանական նպատակին։ Ավետարանը կարելի է բաժանել 3 հիմնական հատվածի։ Առաջին՝ Մեսիայի ինքնության բացահայտումը։ Ծննդաբանություն, ծնունդ, մանկություն եւ ծառայության սկիզբ։ Այստեղ Մատթեոսը ցույց է տալիս, թե ով է Հիսուսը եւ ինչ պատմությունից է նա գալիս։ Երկրորդ՝ թագավորության ուսուցումը եւ գործադրումը։ Հիսուսի խոսքերը, առակները, հրաշքները եւ հակադրությունները կրոնական առաջնորդների հետ։ Այս հատվածում բացում է, թե ինչպիսին է թագավորությունը եւ ինչ է պահանջում այն։ Երրորդ՝ խաչ եւ հարություն։ Ավետարանի գագաթնակետը։ Այստեղ թագավորությունը բացահայտվում է իր ողջ հակասական փառքով։ Թագավորը հաղթում է զոհաբերվելով։ Իշխանությունը հաստատվում է սիրո միջոցով։ Ավետարանը ավարտվում է ոչ թե փակ եզրակացությամբ, այլ բաց հանձնարարությամբ։ Ամփոփելով, Մատթեոսի ավետարանը նոր կտակարանի առաջին գիրքն է ոչ միայն կարգով, այլ նաև իմաստով։ Այն սովորեցնում է, թե ինչպես պետք է կարդալ մնացած բոլոր գրությունները։ Այն մեզ սովորեցնում է, որ քրիստոնական հավատը չի սկսում գաղափարից, այլ պատմությունից։ Չի հիմնվում վերացական ճշմարտությունների վրա, այլ Աստծո գործերի վրա մարդկային ժամանակի մեջ։ Մատթեոսը մեզ ցույց է տալիս Հիսուսին ոչ որպես պատմության պատական դեմք, այլ որպես խոստումների առանցք։ Աբրահամի խոստումը, Դավթի ուխտը, մարգարեների սպասումը չեն մնում անավարտ ակնկալիքներ։ Դրանք գտնում են իրենց կատարումը մեկ անձի մեջ՝ Հիսուս Նազովրեցու կյանքում, խոսքում, խաչի վրա եւ հարության մեջ։ Այս ավետարանը մեզ կանգնեցնում է կարևոր սահմանագծի վրա։ Այն մեզ թույլ չի տալիս մնալ պարզապես դիտորդ։ Եթե Հիսուսն իսկական Մեսիան է, եթե նրա թագավորությունն իսկապես ներխուժել է պատմություն, ապա այդ իրադարձությունը պահանջում է պատասխան։ Ոչ միայն հավատքի խոսքով, այլ կյանքի ուղղությամբ։ Եվ հենց այստեղ է, որ Մատթեոսի ավետարանը բացվում է դեպի ապագա։ Այն չի փակվում անցյալի հիշողությամբ, այլ ավարտվում է հանձնարարությամբ, ուղղված բոլոր ազգերին, բոլոր սերունդներին,
բոլոր ժամանակներին։ Գնացեք եւ աշակերտ դարձրեք բոլոր ազգերին։ Այս խոսքերով նոր կտակարանի պատմությունը դեռ չի ավարտվում։ Այն նոր է սկսվում։ Եվ այդ պատմության մեջ ներգրաված է յուրաքանչյուր ընթերցող, յուրաքանչյուր լսող, յուրաքանչյուր մարդ, որ կանգնում է նույն հարցի առաջ։ Եթե Հիսուսն է թագավորը, ապա ո՞րն է քո տեղը նրա թագավորության մեջ։